Պարոն Սիմոնյան, երեք պաշտպանության նախարարությունը 3 անգամ հերկեց ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը, թե իբր հայկական կողմը կրակ է բացել, ԿՊԱ-ականները սա մեկնաբանեցին, որ ըստ էության Ադրբեջանը փորձում է ցկցկել խաղաղության պայմանագրի ստորագրումը, տեղեկատվական դաշտում տեղի ունեցող այդ զարգացումներին ինչ գնահատական կտակ, ինչի է ձգտում Ադրբեջանը եւ արդյոք իսկապես չի հաջողվում խաղաղության պայմանագիրը ստորագրել այդքան քարոզած։ Չէ, ես կարծում եմ, որ դա չհաջողության մասին պնդում անելու համար բավարար չէ եւ հիմք էլ չկա։ Կարծում եմ դա արվել է, իմ մասնավոր կարծիքն է, որ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը արդարացնելու համար, հա, որ ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ զրոյին մոտ վստահություն կա, որը ինքնին իմ համար զարմանալի է, որովհետեւ մեր այսպես ասած աշխատանքը եւ գործելավոճը նույն այդ պայմանագրի համաձայնեցված լինելու հրապարակման հետ տրամաբանության առաջարկելը խոսում է հակառակի մասին եւ էլ չեմ ասում, որ ներսում մեր ընդդիմադիր գործընկերները եւ մեր ընդդիմախոսները մեզ հակառակի մեջ են մեղադրում, ասում են դուք ընդհանրապես Ադրբեջանի նախագահան ինչ ասում է դուք այդ եք անում, հիմա ստացվում է, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը, մեզ նման մեղադրանք անելով հանդերձ, եւ դուք նշեցիք, որ մենք պաշտպանության նախարարությունը հայտարարություն արել, բայց եկեք ֆիքսենք, որ նաեւ եվրոդիտորդներն են նույն հայտարարությունը արել, որ նման բան տեղի չի ունեցել եւ կրակոցներ չեն եղել, ենթադրում եմ, որ դա կրկնում եմ Ալիևի այդ զրո վստահության եւ այլը դրան միտված, որ ի ապացույց դրան հանրության մեջ Ալիևի իրանց հանրության մեջ Ալիևի խոսքերը ավելի պնդացնելու եւ ցուցադրելու, որտեղ որ նախագահան ասում է, ուրեմն մի բան կա, որ ասում է, դրա միտումն է ունեցել։ Բայց դա չի խանգարելու ընդհանուր պայմանավորվածություններին ստեղծված իրավիճակը։ Լսեք, դե տենց պաշտոնյա, ես չեմ կարող կամ որևիցե պաշտոնյա չի կարող ադրբեջանական մամուլում նույնիսկ ոչ պաշտոնական, չնայած չգիտեմ այնտեղ պաշտոնական, ոչ պաշտոնականը որն է, բայց այնուամենայնիվ որքան հասկանում եմ դա մամուլի մեջ է եղել, բայց ԱԳՆ-ի հայտարարություն, եթե չեմ սխալվում, չի եղել, չէ, որ տենց բան ա եղել։ Ես չեմ կարող իրանց ոչ պաշտոնական մամուլի 1-2 հրապարակման հիման վրա պետության դիրքորոշման վերաբերյալ հայտարարություն անեմ կամ կարծիք հայտնեմ։ Կարծիքս ասեցի, մոտարապես պատկերացումս ասեցի, բայց դա պաշտոնական բանի վերագրել ես բան չունեմ, որովհետև կա բանակցություն, կա խոսակցություն, եւ այդ խոսակցությունը ինձ համար որպես պաշտոնյա պետք է հիմք ունենա։